Շարմազանով խնդրեմ նաև այս դատական պրոցեսին անդրադառնաք, ես տեղեկացնեմ, որ մենք տեղեկացել ենք, որ նախօրեին 22:00-ից հետո այս հրատապության կարգով միջնորդությունների ներկայացում է եղել, սա ինչով եք նախ պայմանավորում եւ երկրորդ հարցը տեսնում ենք, որ այս դատական պրոցեսներին զուգահեռ այլ ճնշումների են արժանանում այլ քաղաքացիներ տարբեր դրվագներով, հերթը նույնիսկ հասել է վեհափառի, այսպես ազգուտակին, ինչու։ Նախ հարգելի լրագրողներ, շատ բարդ է տրամաբանություն եւ արդարացություն փնտրել այս իշխանությունների գործողությունների մեջ։ Դուք առավոտվանից մեզ հետ միասին արդեն երրորդ անգամ այսօր այցելում եք այս հակակոռուպցիոն դատարան եւ դատախազության նման հապճեպ միջնորդությունները այստեղ տրամաբանություն փնտրելը կարծում եմ աշնորհակալ գործ է, իսկ այս իշխանությունների արդարադատության եւ ժողովրդավարության արժեքների վերաբերյալ խոսելը կարծում եմ անիմաստ է, որովհետեւ ինչքան իրենք խոսեն ժողովրդավարության բաստիոն լինելու մասին, այնուամենայնիվ տասնյակ քաղաքական բանտարկյալների առկայությունը խոսում է մի կարևոր փաստի մասին, որ Հայաստանը միլիոնավոր կիլոմետրերով հեռու է ժողովրդավարությունից եւ հստակ քայլերով գնում է դեպի, չգիտեմ, քաոս ասեմ, հակաօրինական ռեժիմ ասեմ, ես չգիտեմ, բայց սա պրոբլեմատիկ է։ Բարձրականք ինչու համարժեք չի, ես հիշում եմ մինչև 2018 թվականը շատ ակտիվ էր արձակը, միջազգային տարբեր այսպես դերակատարների, իրավապաշտպան կառույցների, նույնիսկ Հայաստանում գործող միջազգային կառույցներ։ Ես համոզված եմ, որ եթե նույնիսկ այստեղ ինձ ձեզ չասեմ, ձեզ զեկատայինների կյանք, ստեղ ճակատից գյուլեն, կարծում եմ արևմուտքը ոչ մի բան չի անի, որովհետև արևմուտքը որևէ խնդիր չունի, արևմուտքի նպատակն է այս իշխանություններին քաջալերելը, այս իշխանությունների պատվեր տալը եւ երրորդ հանրապետության բոլոր ժողովրդավարական ինստիտուտների իսպառ քանդումը, ոչ միայն ազգային, այլ նաեւ ժողովրդավարական ինստիտուտների։ Այն 91 թվականից հետո ինչ-որ մեր պետությունում ստեղծվել է, այդ իշխանությունների տարանջատման սկզբունքը, այդ գործադիր, օրենսդիր, դատական իշխանությունների հնարավորինս կայացված լինելը, եկեղեցու պետությունից անջատ լինելը, մենք տեսնում ենք, որ արևմուտքը թքած ունի սրա վրա, արևմուտքը կարմիր կանաչ լույս է տվել Նիկոլ Փաշինյանի ռեժիմին հակաօրինական գործողություններ անել։ Դուք պատկերացնում եք, եթե Հայաստանում որևէ կերոնական այլ կազմակերպության վրա այսպիսի ատելություն, այսպիսի քարկոծում լինի, արևմտյան մամուլը, արևմտյան իրավապաշտպան կազմակերպությունները ԵԽԽՎ-ից մինչև ես չգիտեմ Եվրոպական միություն ինչպիսի ռիպորտներ եւ սանկցիաներ կկիրառեն։ Դուք պատկերացնում եք, եթե մի հատ արևմտյան բարերար, արևմուտքում ապրող կամ արևմտյան ծագում ունեցող բարերարը մեր ձևով բառակապակցության համար 5 ամիս ԱԱԾ-ի պատվալում ուներ։ 5 րոպե չէին թողա։ Հասկանում եք, մենք ապրում ենք քաոսային իրավիճակում։ Մարդիկ նստած են ոչինչ չանելու համար։ Ասենք յուրաքանչյուրին կարա մի հատ մատնություն, սուտ մատնություն անի, գամբռնեն տանեն։ Մեր ժամանակ, երբ որ ազգային ժողովի փոխնախագահ էր, արևմտյան գործընկերները եւ ապաշտպան կազմակերպությունները մեզ հորդորում էին, որ օրենքները փոխենք ու մենք փոխել ենք, որ կալանքի հետ միաժամանակ լինի այլընտրանքային խափանման միջոցներ, որպեսզի կալանքը որպես պատժիժ միջոց չկիրառվի։ Ցավոք տանեմ, ում ասես, ոնց ասես, ինչ ուզում անում, այստեղ իրավաբանություն, տրամաբանություն, արդարադատություն փնտրել աշտարակալ գործ է։ Այս ռեժիմը անում է քայլեր, որը ձեռնտու է Թուրքիայի, Ադրբեջանի ռեժիմներին եւ հավաքական արևմուտքին։ Հավաքական արևմուտքին անհրաժեշտ է, որպեսզի ռուսական եւ իրանական ազդեցությունը կամ հայ-ռուսական բարեկամությունն ու հայ-իրանական բարեկամությունը հնարավորինս չեզոքացվի, իսկ Թուրքիան ու Ադրբեջանը պետք է առհասարակ հայկական գործոնը չեզոքացվի։ Մի վավ ադնում իրանք դաշին կազմած անում են։ Ամեն դեպքում Հայաստանում արդեն խաղաղություն է, պարոն Շարմազան։ Ամոթ է, չէ, լավ, հասկացանք, Սերժ Սարգսյանը պաշտոնաթող նախագահ է, հանրապետականի ղեկավարն է, բայց Արցախի հերոսը, հայոց պետականության հիմքերում կանգնած մարդ է, լավ։ Դուք պատկերացնում եք, մենք մեզ թույլ կտայինք Ռոբերտ Քոչարյանի կամ Լևոն Տեր-Պետրոսյանի կամ Վազգեն Մանուկյանի կամ որևէ մեր
պետական գործի նկատմամբ ժամը 1-3 անգամ կանչել դատարան, սա մի քիչ բանի հարց է, էլի, լավ պետությունն է, չէ՞, ի վերջո։ Պետք է ունենալ պետական մտածողություն, չի առավոտից իրիկու պետությունից է խոսում։ Սա պետական մտածողության բացակայություն է, չէ՞։ Ի վերջո աշխարհը տեսնում է, չէ՞։ Սրտի կա ցույց տալիս բոլորից։ Դե սրտի կա ցույց տալիս կարող է Իշմարանում Ալիևին, ես ինչ իմանամ։ Պարոն Շարմազանով, եւ խաղաղության մասին, որովհետեւ այս ամենին ինքը հակադրում է խաղաղության այդ թեզը, ասում է, որ խաղաղությունը եկել է, եւի չեք նկատել, ռուսական ծորենն է եկել, ղազախականը պիտի գա։ Արցախում էլ է հիմա խաղաղ։ Ադրբեջանական ծորենն էլ կա, ադրբեջանական բենզինն էլ կա, գազն էլ կա, լույսն էլ կա, բայց հայեր չկան։ Այսօր ամենախաղաղ տարածաշրջանը, տարածք հարավային Կովկասում Արցախն է, բայց հայ չկա։ Գերեզմանում էլ է խաղաղ, բայց մարդ չկա կենթանի։ Այսինքն խաղաղությունը ո՞րն է։ Դա խաղաղություն չի, դա ստերկացում է, Հայաստանի ադրբեջանացում է։ Կրկնում եմ, այլընտրանքային օրակարգը այս փուլում էլ 18-ից այս կողմել, այս իշխանությունից ազատվելն է։ Որ ինչ առաջարկեք հանրությանը, առաջարկել են ազգային պետություն։ Ինչի խաղաղ չի եղել մեր պետությունը։ Հնարավորինս խաղաղ չի եղել։ Դե բերեք ասենք իշխանություններն ասում են չէ, այս ոչ մի կրակոց չենք ունեցել վերջին։ Դե կրակոցին չի պետք է եթե Ալիևը ինչ ասում է, խելոք տալիս են։ Կրակում են այն ժամանակ, երբ որ դիմադրություն ա լինում։ Եթե Նիկոլ Փաշինյանը ասում է Սև լճի 30%-ի համար հոկռիվ չեմ անելու, եթե Հայաստանի 240 քառակուսի կիլոմետրը օկուպացված է, իշխանությունը մատը մատին չի տալիս։ Եթե Սևանը գոյչամոյչայի ասում Ալիևը, սրանք ելնում են Ալիևի փաստաբանի դերն են վերցնում։ Եթե մեր ազգի սիմվոլները առանց ավելորդության եմ ասում, էլի, մեր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը այսօր Բաքվի բանտում է, նրանց դատում են, սրանք ոչ մի բան չեն անում։ Դա է խաղաղությունը։ Ստրկացումով խաղաղություն չի լինում։ Մենք Հայաստանի 3 իշխանություններն էլ մինչև Նիկոլ Փաշինյանը որևէ մեկը խաղաղությանը դեմ չեղել, ընդհակառակը մենք եղել ենք խաղաղության ջատագովներ եւ դրա համար ենք Արցախյան հիմնահարցում եղել բացառապես Միսկի խմբի համանախագահության հովանու ներքո կոմպրոմիսների միջոցով, բանակցություններով խնդիրներ լուծելուն, բանակցություններով եւ նախաձեռնել ենք հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությունը։ Այդ Հայաստանի Հանրապետությունը երբ է խնդրեմ ստեղծել հարևանների հետ հարաբերություններում։ Երբ Հայաստանի Հանրապետության որևէ ղեկավար տարածքային պահանջ Ադրբեջանի կամ Թուրքիայի նկատմամբ ունեցել է, իհարկե ոչ։ Եթե տարածքային պահանջ ունեցել է, ապա Նիկոլն է եղել։ Ինքն է ելել մեծ խոսացել։ Արցախը Հայաստան։ Ինչ ասես ասել է։ Ինչ ասես։ Տիգրան Մեծից ինքը չէր օրինակ բերում Ալիևի հետ հարբանում, բանակցություններում։ Հիմա մեզ մեղադրում է պատմական Հայաստան։ Կամ կանգնում այրեք անամոթաբար ասում է կա պատմության սպառելու եւ պատմություն ստեղծելու ժամանակը։ Յանը մինչեւ 18 թիվը պատմությունը սպառել ենք մենք, պատմության սպառող ենք եղել։ Ինքը հիմա պատմություն է ստեղծում։ Որ պատմությունը, որ Արցախում հայ չկա, պարտության պատմությունը, ինքը պատմության ստեղծող չի, ինքը պատմության սպառող է։ Իսկ մենք այդ պատմության հիման վրա հաղթանակած պետություն ենք ունեցել։ Եվ այո, 30 տարիները 88-ից 2010 թվական 1000 հատ Նիկոլ Փաշինյանը լինի իր աշինցու պատմաբաններով մնալու են հայոց պատմության ոսկե դարը։ Շնորհակալ եմ։ Հարգելի հետևողներ,